Կենսասիրությունը, լավատեսությունը բնավորության գծեր չեն, այլ կյանքը սիրելու արվեստ է։ Մենք այսօր հյուրընկալելու ենք մեր տաղավարում Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին, ում մասին մենք երկար պետք է խոսենք եւ ունենք շատ հետաքրքիր ու ամենակարևորը անկեղծ զրույցներ, անկեղծություն, որի կարիքը յուրաքանչյուրս ունենք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մարդիկ ովքեր ունեն այդ անկեղծության կարիքը։ Եթերում է Կիրակի երեկոյան ծրագիրը եւ ես առաջարկում եմ մի ներածական նյութ դիտել Երվանդ Մանարյանի մասին, որից անմիջապես հետո հենց ինքը կլինի մեր տաղավարում։ 1924 թվականի օգոստոսի 10-ին Իրանի Արաք քաղաքում լույս աշխարհ է գալիս մի տղեկ, ով ապագայում պետք է դառնար Հայաստանի հպարտությունը եւ փայլեր հայկական բազմաթիվ ֆիլմերում։ 1944 թվականին դերասան, ռեժիսոր եւ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը ներգաղթել է Հայաստան։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից Ագուլիս տիկնիկային թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2007 թվականից դերասանն աշխատել է նաև որպես Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար։ Տաղանդաշատ դերասանը հայ հանդիսատեսին զարմացրել է վավերագրական եւ գեղարվեստական զանազան ֆիլմերով, որոնցից են օրինակ հայկական մանրանկարչությունը, Դեղերի ծնունդը, Լույսը, Կարամատույցի կրպակը, Միքայել Նալբանդյանը, Նորից եկավ ամառը եւ այլն։ Սիրելի Զադիգա հայտնի չէ։ Հանդուգն պատանյակ է։ Համաձայն չես ինձ։ Բայց ասում են սալատ լավ ասարկում։ Չեմ հավատալ։ Ինչու՞։ Լավ գերագուր պատրաստելու համար երկու բան պետք է։ Համեսություն եւ փորձ։ Ոչ մեկը ունի, ոչ մյուսը։ Ֆիլմեր նկարահանելուց բացի գրել է նաև Տժվժիկ, Տերն ու ծառան, Սպիտակ ափեր ֆիլմերի սցենարները, խաղացել Կարինե, Քաոս, Հարսնացուն հյուսիսից, Խոհարարները եկել են մրցույթի, Կապիտան Առաքել եւ այլ ֆիլմերում։ Нашли друг друга. Ерванд у нас тоже учитель. А-ля Мезон. Армаджан, мне тоже, пожалуйста, чаю. Сильвупле. Իսկ մամուլում հրատարակել է տարբեր պատմվածքներ ու հոդվածներ։ Երվանդ Մանարյանի ստեղծագործական ոգին մտահոգված է կյանքի այն իրականությունից, որ այսօր մարդիկ ավելի շատ կարևորում են ձևը, քան բովանդակությունը։ Սակայն թատրոնը չպետք է տուժի այդ հանգամանքի պատճառով, քանզի դրա առաքելությունը ոչ միայն ժամանց ապահովել, այլև մարդկանց գեղագիտական քաղցը բավարարելն է։ Երևի թե հեռուստադիտողները կհամաձայնեն, որ շատ դժվար է պարոն Մանարյանի մասին նոր բան պատմել, որովհետև իսկապես կարծես թե յուրաքանչյուր հայի առջև, աչքերի առջև, կարծես թե ձեր կյանքը մեկ անգամ եւս բոլորը ապրել են, որովհետև եւս մեկ անգամ անընդհատ մենք ծանոթանում ենք, որովհետև նախ շատ հետաքրքիր է, երկրորդը շատ ուսանելի է բոլորի համար։ Եվ նաև ձեր համար է հետաքրքիր։ Սակայն ես չէի ցանկանա մեր այսօրվա զրույցը սկսենք երևի թե լսված պատմություններից, բայց պետք է ձեզ հետ մի կիսվեմ մի այսպիսի դրվագով իմ կյանքից, որովհետև ես շատ փոքրիկ էի, բայց հիշում եմ հստակ, թե դուք երևի թե ինչ-որ հաղորդման ընթացքում հեռուստադիտողները իրենք էլ կհիշեն եւ նաեւ ինձ երևի թե կհամաձայնեն, երբ փոքրիկ տիկնիկների հետ նախ պատմում էիք հեքիաթներ եւ տիկնիկների հետ շփվում էիք այնպես, ինչպես կխոսեք մարդու հետ։ Եվ հենց այս փոքրիկ դրվագն է, որ ինձ համար հանդիսացել է այն միտքը, որ տիկնիկների հետ խոսելու համար հարկավոր է լինել հաղորդավար կամ դերասան։ Եվ այսօրվա մեր հանդիպումը ավելի շատ ոչ թե իմ նախաձեռնությամբ, այլ ձեր, կարծես թե ձեր պատճառով, ինչի համար շատ շնորհակալ եմ, այսպես չեմ կարող իհարկե առիթը բաց թողնել եւ չասել, եւ ես հիշում եմ, սա ինձ մոտ մի փոքրիկ խաղալիք է, բավականին հին ինձ համար, եւ իմ առաջին հարցը պետք է տամ, ինչը ինձ միշտ հետաքրքրել է։ Տեսեք, ոնց պետք է ճիշտ խաղացնել խաղալիքը, որպեսզի այս անշունչ կտորը կարողանա էմոցիա ցույց տա, կարողանա անկեղծ լինի եւ մարդիկ ուշադրություն դարձնեն։ Օրինակ, չգիտեմ, մի որտեղ է այդ գաղտնիքը, ինչպես անել, որ անշունչ տիկնիկները իսկապես դառնան մարդու նման։ Այդ անշունչը այնքան ժամանակ, քանի դու նրան անշունչ ես համարում։ Երբ վերցրել ես ձեռքդ հետ, դու քեզանից նրան բաժին ես տալիս եւ պատասխան ես պահանջում։ Հիմա նա չի լսում, ես ինչ եմ ասում, լսում է, չէ, լսում ես, այո, իհարկե։
Եվ խելոք պիտի մնաս, անկարգություն չպետք է անես, որ հաղորդումը կարողանանք հանգիստ իր ավարտին հասցնել։ Շնորհակալություն։ Ապրես, այո, շնորհակալ լինելը կարևոր բան է, իհարկե։ Երեխաները ձեզ համար ինչ տեղ են զբաղեցնում կյանքում։ Սա ձեզ։ Օպա, զգուշավոր, հա։ Ինչ է ասում։ Նայում է, ուսումնասիրում է դեռ տեսնի ուր է ընկել, ինչ են ուզում իրենից, գիտես ինչ կա, երեխաները քեզ են նայում և պետք է զգուշավոր լինես, երեխաների հետ շփվելը բացառիկ, իմաստության սկիզբն է երեխաների հետ շփվելը, ինչքան նրանք ավելի փոքր են, այնքան ավելի բարդ է նրանց հետ, որտեղ նրանց խաբել հնարավոր չի, իսկ մեծահասակներ մի քիչ հակված են խաբելուն, մեծերը սիրում են էլի, ինչ-որ բաներ, ինչ-որ, այո, ինչ-որ բաներ պես հնար են, մոգոն են և այլն, հետո իրենք հավատան իրենց հնարածին, իսկ երեխան այդպես չի, երեխան ինչ-որ տեսնում է, անմիջականորեն ընկալում է և պետք է նրան ճիշտ պատասխան տաս։ Սա է ամբողջ։ Ինչու հարցս այս կողմ տարա, որովհետև Ագուլիսը թատրոնը իր հանդիսատեսը մանուկներն են, որոնք դուք հաճախ միշտ նշում եք, որ իրենք իրենց ոտքով, ձեր հանդիսատեսը իր ոտքով չի գալիս, այլ նրան բերում են որպես կանոն։ Եվ նաև հաշվի առնելով այդ փաստը, եւ նաև դուք շատ հաճախ նաև նշել եք, որ տարբեր ոլորտներում եք եղել, այսինքն եղել եք եւ կինոյում, եւ թատրոնում, եւ կարճամետրաժ բավականին խորը դերեր եք կատարել, սակայն տեխնիկային թատրոնը ձեզ համար յուրօրինակ է։ Ինչն է պատճառը։ Մինչ օրս էլ այդպես է մնացել։ Տեխնիկային թատրոնը հետարքիր արվեստ է իհարկե, տեխնիկների արվեստը շատ հետարքիր է թեկուզ նրանով, որ դու հավատում ես, անկեղծորեն հավատում ես այն ամենին, ինչ ինքդ մոգոնել ես, որովհետև սրան ստեղծել են։ Հիմա ինքը նստած է ինձ մոտ շատ հանգիստ լսում է և իր վերաբերմունքը պիտի ունենա, չէ, անպայման, եթե վերաբերմունք չունենա, ոչ ինչի համար է եկել ինձ մոտ։ Սա բացառիկ բան է, ինքնաբացահայտման լավագույն ձևը տեխնիկների հետ շփվելն է։ Տարբեր դերերում խաղացել եք հենց ինքներդ ձեզ, որովհետև դա դուք եք եղել մոտավորապես, այսինքն հենց ձեր կերպարը շատ հաճախ հանդես է եկել և շատ հաճախ դերասանների համար դժվար է մի դերից մյուսը կերպարանափոխվել, որովհետև դա աշխատանք է և հենց դրանում է կայանում, բայց ձեր դեպքում դա ավելի հեշտ էր, որովհետև դուք հենց ինքներդ ձեզ էիք կերտում։ Չգիտեմ իսկապես ասած, ավելի հեշտ է, թե ավելի դժվար է, բայց այն ամենը, ինչ որ ես արել եմ այսպես ասած կամերայի առաջ, մեծապես հավատացել եմ նրան։ Ամենակարևոր բանը հավատքն է։ Հավատքի միջելուց ամեն ինչի մեջ, բոլոր գործերի մեջ, որևէ գործի հաջողությունը պայմանավորված է հավատով, որ դու ունես այդ գործի նկատմամբ։ Պարոն Մանարյան, հիմա դիտենք մի փոքրիկ տեսանյութ, որը իրականացվել է հենց Ագուլիս թատրոնում, և նորից կվերադառնանք, իսկ այդ ընթացքում մեզ կմիանա ձեր մտերիմ ընկեր, ինչպես նաև մեր բոլորի կողմից շատ սիրված Ռուբեն Բաբայանը։ Նրանք, ովքեր դեռ չգիտեն, ասենք, որ դերասան Երվանդ Մանարյանը սիրում ու փայփայում է ոչ միայն սեփական երեխաներին և թոռներին, այլ նաև Ագուլիս տեխնիկային թատրոնի դերասան տեխնիկավարներին։ Այս ինչ է քո տան վիճակը, արջ մորաքույր։ Ինչ է եղել, որ Ասում է ինչ է եղել, կեղտոտ, թափթփված։ Մաքուր տունն ինչիս է պետք։ Ամոթ քեզ, ես քեզ կպատժեմ և տնարարությունից 2 կնշանակեմ։ 2? Հրաշք է, երբ երեխան շփվում է տիկնիկի հետ թեկուզ հեռվից։ Հարց էր առաջադրում տիկնիկավարներին և թատերական ներկայացումների ժամանակ, լիաթոք ծիծաղում, զարմանում ու վերլուծություններ անում։ Եթե հաշվեն իմանայր, Մեր տաղավարում է, ինչպես արդեն նշեցինք, Ռուբեն Բաբայանը և արդեն 35 տարվա ծանոթությունը և մտերմությունը, որը վերածվել է մի մեծ մտերմության և ընկերության, կարծես թե պտտվում է թատերական աշխարհի շուրջ, տեխնիկային աշխարհի շուրջ միգուցե։
Պարոն Բաբայան, ինչպես կմեկնաբանեք, ինչ կասեք։ Ասեմ, որ դա մեծ երջանկություն էր իմ համար հանդիպել Երվանդ Մանարյանին, առավել եւս որ անսպասելի էր ամենայն դեպս այն ազդեցությունը, որ նա կթողնի իմ կյանքում։ Մենք միայն տեխնիկային թատրոնի մասին չէինք շփվում եւ ես միշտ պարտությամբ ասում եմ, որ Երվանդ Մանարյանը իմ ուսուցիչն է, որը ինձ ոչ մի բան չի սովորեցրել հատուկ։ Մենք պարզապես շփվում էինք, մենք խոսում էինք, բայց սա լավագույն դասերն էին, որտեղ լավագույն ուսուցիչը նա ով իր կեցվածքով, իր պահվածքով, իր եսով սովորեցնում է։ Այդպիսին էր Երվանդ Մանարյանը, մենք աշխատեցինք միասին ոչ այդքան երկար, կարծեմ 85 թվականին Երվանդ Մանարյանը հեռացավ թատրոնից, փաստորեն 5 տարի, բայց այդ ընկերությունը գնալով ավելի խորացավ, ավելի ամրապնդվեց, ավելի ջերմ դարձավ, ավելի հարգալից դարձավ, ամենայն դեպս իմ կողմից եւ ես չեմ պատկերացնում ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե չլիներ Երվանդ Մանարյանը, առավել եւս որ նա խաղաց շատ կարեւոր դեր, շատ կտրուկ փոխելով իմ կյանքը, էլի ոչ տիպողական, պարզապես հնարավոր չէր իր հետ շփվել եւ չփոխել կյանքը։ Մասնագիտությունը։ Պարոն Մանարյան, կհիշեք ձեր համատեղ աշխատանքային կյանքից գուցե ինչ-որ հուշեր, որևէ բանով պարոն Բաբայանը ճիշտ նշեց եւ հետաքրքիր նշեց, որ կոնկրետ եւ ստիպողական որևէ բան բնականաբար չի եղել։ Ամեն ինչ պատահականությունների հիման վրա է, բայց ինչ-որ մի կոնկրետ հուշեր ունեք ձեր համատեղ ստեղծագործական կյանքից պարոն Բաբայանի հետ։ Բաբայանի հետ, Ռուբենի հետ։ Ամբողջ եղածը հիշողություն էլ ուրիշ ինչ պիտի լինի։ Գիտեք ինչ կա, երբ այս մակարդակի, այս հարթության վրա ես հանդիպում որևէ մեկի հետ, այլևս այնը որևէ պահ առանձնացնել հնարավոր չի։ Մենք պարզապես նույն բնակավարի մարդիկ ենք, նույն խնդիրները ունենք, նույն հարցերն է դրված մեր առաջ եւ մենք նույն պատասխանատվությամբ փորձում ենք այդ հարցերը լուծել։ Երբեմն պատահում է, որ չի հաջողվում եւ ունենում ենք իրար հետ ինչ-որ կոնֆլիկտներ, բաներ, այսինքն ոչ թե ես ու Ռուբենը, ես ու Ռուբենի միջև կոնֆլիկտ ես ինչ-որ չեմ հիշում։ Ամեն ինչ արժևում է դա։ Բայց սովորաբար այդպես է կյանքում, չէ՞, մարդիկ նույն հարթության վրա աշխատում են եւ կոնֆլիկտներ են առաջանում, ինչու, որովհետեւ յուրաքանչյուր իր ունեցած ճանապարհով, իր իմացած ձևով է ուզում հասնել այն մեծ ճշմարտությանը։ Բոլորս ցկտում ենք այդ ճշմարտությանը, որը ինչ լինելը շատ էլ որոշակի չի մեզ համար։ Չգիտենք դա ինչ բան է, բայց դե ինչ կարող ես անել։ Ուրիշ ճանապարհ երևի թե չկա։ Երևի չկա։ Հավանաբար մյուս ճանապարհը ինքնախապեյությունն է։ Պարոն Բաբայան, յուրաքանչյուր մարդը մեկ այլ մարդու հանդիպելիս կարծես թե կյանքի մեջ եւ փոփոխություն է լինում եւ մի բան ավելանում է գուցե եւ պակասում է։ Դուք եթե փորձեք ընդհանրացնել եւ կենտրոնանալ, ինչով է ավելացել։ Չնայած ես ծնվել եմ եւ ապրել եմ մի ընտանիքում, որը թատերական ասպարեզից էր, հայրս դրամատուրգ էր, թատերագետ էր, Պարոնյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, բայց ես համարում եմ, որ թատերական ուսուցիչս Երվանդ Մանարյանն էր։ Նա ինձ բացատրեց, թե թատրոնը ինչ է։ Ընդ որում չբացատրելով, հատուկ չանելով որևէ բան, պարզապես իր մոտեցումով արվեստի հանդեպ, հասարակության հանդեպ, կյանքի հանդեպ, ժամանակի հանդեպ նա նկարագրեց, թե ինչ էր թատրոնը։ Առանց մենք սիրում ենք հաճախակի, երբ խոսում ենք արվեստի մասին, օգտագործել բարձր բառեր եւ այլն, եւ դրանով իսկ արժեզրկել կոնկրետ էությունը։ Շատ բարձր, շատ հասարակ բան, որ դու արվեստագետ ես, դու մտավորական ես, դու որոշակի պարտավորություններ ունես եւ սահմանափակումներ, որոնք շատ ավելի շատ են, եթե դու քեզ համարում ես արվեստագետ եւ մտավորական։ Ես էլ եմ ասում, ես շատ երջանիկ եմ, որովհետեւ ես ճանաչում էի քիչ շատից թատերական կյանքը Հայաստանում, ուրիշ թատրոններում դրվածքը։ Երվանդ Մանարյանը ազնվական արվեստագետ է, սա շատ կարևոր է։
Անպայման չի, որ արվեստագետը լինի մտավորական։ Մենք հաճախակի նման դեպքեր Երվանդ Մանարյանը արվեստագետ մտավորական է։ Սա էլ է շատ կարևոր։ Այս տեսակ ուրեմն ծաղկեփունջ ունենալ եւ չմտերմանալ, դրանից չօգտվել իմ կողմից կլիներ հանցագործություն։ Եվ շատ լավ է, որ այդ հարցագործությունը ի վերջո այդպես չի կատարվել։ Ես առաջարկում եմ մի կարճ նյութ դիտել, որից անմիջապես հետո մեր տաղավարում կլինի եւս մի շատ կարևոր մարդ ձեզ համար եւ նաեւ վստահ եմ, որ շատ հետաքրքիր մարդ, Տիկին Ռուզաննա Գորգիսյանը, որի հետ դուք աշխատել եք Գորիսի թատրոնում։ Այդ կյանքի այդ հատվածի մասին քիչ հետո կխոսենք, ռեպորտաժը դիտելուց անմիջապես հետո։ 1988 թվականին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանը հիմնադրեց Ագուլիս տիկնիկային թատրոն ստուդիան, որը գլխավորում է մինչ օրս։ Առաջին ներկայացումը եղել է Ծույլ փայտահատը, այնուհետև Պոչատաղվեսը եւ 3 խոզուկները։ Ահա այսպիսին է սցենարիստ, դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը, անմիջական, ուղղախոս եւ բարի։ Շուտ դուրս եկեք ասում եմ։ Չէ, մենք գալերի չենք վախում։ Վայ, հիմար գայլ։ Ես որ սրանց աշնանձը տեսա, անմիջապես պետք է դու ինչ արեցի, թողեցի որ մեծանան, գիրանան, իսկ հիմա նրանք ինձ դռները փակել ներս են մտել եւ ինձ էլ ներս չեն թողնում։ Լավ, ես դրա երկը կգտնեմ։ Դիտեցինք նյութը, սա Ագուլիսում էր կրկին արված եւ երևի թե օրեր առաջ, եթե չեմ սխալվում, սակայն այդ ավյունը կարծես թե այսպես մշտնջենական է։ Տիկին Ռուզաննա, նախազրույցում նաեւ նշեցիք, որ Գորիսի թատրոնում այն ժամանակ նաեւ դուք էիք աշխատում եւ այդ ժամանակ այդ թատրոնը ուներ նոր լիցքի կարիք, այո։ Դուք ավելի լավ կբացատրեք եւ նաեւ այդ լիցքը գլխավորեց կարելի ասել պարոն Մանարյանը։ Ես ասեմ, որ Մանարյան ընտանիքը իմ եւ Մովսեսի կյանքում մեծ դեր է կատարել եւ մխրճվել է մեր կենսագրության մեջ եւ ունի իր ուրույն տեղը։ Երվանդ եւ Արման Մանարյաններ։ Արման Մանարյանը եղել է մեր խմբի ղեկավարը եւ մեզ փոխանցեց Երվանդ Մանարյանին։ Ինձ համար այսօր պատիվ է, իրապես մեծագույն պատիվ է լինել այստեղ եւ առավել եւս իմ հարգանքի տուրքը մատուցել մեծ վարպետին։ Ես ուզում եմ ասել, որ նա երբեք չի մեծանում, իր նուրբ ու քնքուշ սրամտությամբ, հումորի մեծ պաշարով եւ այնքան քնքուշ, այնքան նուրբ, որ կարող էինք նույնիսկ իր դեմքի արտահայտությունը չշարժել եւ քեզ մոտ կրկիջ առաջանա։ Գորիսի հանդիսատեսը թատերասեր հանդիսատես էր եւ այո, Երվանդ Մանարյանը անծանոթ չէր Գորիսին, հայտնվեց երկրորդ անգամ վերածնունդ տալու կարծեմ թե Գորիսի թատրոնին եւ դա նրան շատ լավ հաջողվեց։ Ասեմ, որ Գորիսում Երվանդ Մանարյանին ճանաչում էին որպես Ալամեզոն։ Միևնույն է այդպես, այո։ Ալամեզոնը մնաց եւ ես այսօր շատ ափսոսում եմ, որ երկար տարիներ չի նկարահանվել, հա, այդպես ասեմ, ես շատ ափսոսում եմ։ Հետո մենք կերպարը այնպիսին է, նույնիսկ արտաքինը, նույնիսկ խոսքը, իր շարժու ձևը, որ անպայման մեր կինոն պետք է ներգրավի իրեն։ Ես աններող կլինեք, որ հիշատակեցի, բայց ինձ համար շատ կարևոր է։ Մենք խոսում ենք սցենարիստ Երվանդ Մանարյանի մասին, ռեժիսոր Երվանդ Մանարյանի մասին, դերասան Երվանդ Մանարյանի մասին, բայց ես ուզում եմ նաև ասել քաղաքացի եւ հայ մարդ Երվանդ Մանարյանը։ Նա, գիտեք, մի հետաքրքիր բան կա, մեր ապրած եւ աշխատած եւ ստեղծագործած այդ տարիների ընթացքում որ ասում են ինչ սովորեցիք, չէ՞։ Այդ կյանքը ապրելը, վերցնելը, ես տեսա ինձանից տարիքով մեծ Երվանդ Մանարյանին, որ Գորիսեցի փոքրիկ երեխայից սովորում էր։ Զարմանալի բան էր։ Սովորում էր բոլորից՝ գյուղացուց, հավաքարարից, պահակից, բոլորի հետ ժամերով կարող էր զրույց ունենալ։ Ես լավագույն հիշողություններս նաև մեր ջերմ զրույցներն էին, որոնք շատ կարևոր էին։ Մի անգամ հիշում եմ, այսպես զայրացած խոսում էր Մանարյանը ու ես նայում եի, ասում եմ, այս զայրույթի մեջ ինչ մեծ բարություն կա։ Ապշելու համբերատարություն։ Այսինքն կարողանալ ժամերով, գիտեք, ինքը միշտ չի որ հասկացվել է։
նաև չհասկացված կերպար է եղել, բայց հետաքրքիր նա է, որ ինքը իր համբերատարությամբ, իր բարությամբ կարողանում էր համոզել դիմացինին։ Դա շատ կարևորագույն հատկանիշ է։ Ես հիշում եմ ամուսնություն իտալական ձևով եւ պատվի համարը ու նայում էի այդ երկու կերպարների մեկը մյուսին հակասող կերպարներ եւ անկեղծ ասած մտածում էի, որ ոնց կարելի է այդքան կտրուկ փոխվել։ Այ դուք քիչ առաջ խոսում էիք, որ Երվանդ Մանարյանը կատարել է ինքն իրեն։ Գուցե շատ դերերում ինքն է եղել եւ դերասանի մեծագույն վարպետությունը հենց նրանումն է, որ ինքն իրեն չի դավաճանում, ինքն իրեն է կերտում։ Այ ես այսօր ամբողջ օրը հիշում էի Էլիզբարովի աչքերը։ Մենք սովորաբար ինձ համար ես չգիտեմ դա նկարահանվել է թե չէ եւ շատ կապսոսամ, եթե պարզվի, որ չի նկարահանվել, հա? Չէ, չի նկարահանվել ընդհանրապես։ Շատ Որիսը չկա էկրանի վրա։ Շատ, որովհետև դա հրաշալի ներկայացում էր, դա հրաշալի կատարում էր եւ այդպիսի կատարում, ես չգիտեմ, մենք հիշում եք հյուրախաղերով ամբողջ Զանգեզուրը պատտվեցինք, վերջին գյուղից մինչև Մեղրի հասանք եւ ասեմ, որ որտեղ որ թատրոնը եղել է ներկանում էր, մեծ հանդիսատես էր հավաքվում։ Ինձ համար շատ ուրախալի էր հիշել, թե այն տարիներին 80-ականներին ինչպես էին գյուղացիները իրենց աշխատանքը թողած, հոգնած, տանջված, մեծից փոքր լեփլեցուն էր դահլիճը։ Խոստովանեմ, որ այդ բոլորը թատրոնը դա է։ Այո, թատրոնը դա է։ Ես ուզում եմ ասել, որ Երվանդ Մանարյանը ավելի շատ թատրոնինն է, հա, քան կինոյինը, բայց ինքը կինոյում իր ուրույն տեղն ունի։ Ինքը մշտապես մնաց մեր ալամեզոնը։ Գուցե դա այն լավագույն կերպարներից մեկն էր, որ այդպես դրոշմվեց, եւ հումորով կերպար էր, եւ ինքը ֆիլմը լավն էր, ինքը կերպարը լավն էր, բայց ես կուզեմ ձեզ էլի կինոյում տեսնել։ Ես կարծում եմ, որ մեր ռեժիսորները բոլոր դեպքերում պետք է որ այդ մասին անպայման մտածեն եւ ձեր կերպարը ներառեն իրենց ֆիլմերում, հա? Այո։ Պարոն Մանարյան, իսկ դուք ինչ եք կարծում, սեփական անձը կամ կերպարը որ դասին եք դասում, օրինակ թատրոն, կինո եւ այլն, նախապատվություն կամ ճիշտ է արդյոք այս բառը ընդհանրապես այս դեպքում։ Չգիտեմ, դժվար է այդ հարցին պատասխանել, այսինքն դե կարող ես ինչ-որ բաներ այսպես հորինել, ասել եւ այլն, այդ ուրիշ բան, բայց դե ասենք տվյալ դեպքում Ռուզանի ներկայությունը այստեղ ինձ համար ամեն ինչ տակնու վրա փոխում է, որովհետև ես շատ մտերիմ եմ եղել այդ զույգի հետ, ինքը եւ Մովսեսը Գորգիսյանը, որի բացակայությունը ես չեմ հասկանում, ազնվությամբ չեմ հասկանում։ Եղբայրս ինձ խորհուրդ տվեց, ասեց իմ ուսանողներից կարող ես Գորիս տանել, լավ կլինի Մովսեսին եւ Ռուզանին ամուսիններին տանես Գորիս միասին աշխատեք, դա չեմ կարծում, որ հարազատը հարազատին կարող էր ավելի լավ խորհուրդ տալ, ավելի լավ նվեր մատուցել, քան այդ խորհուրդը որ նա տվեց։ Մովսեսի բացակայությունը ինձ համար պարզապես տարրական, տեխնիկական բացակայություն է, ես չեմ հավատում ուրիշ ոչ մի բանի։ Ես մի բան կուզեմ պարզապես ավելացնել, կասեք, որ ասպարեզում եք ձեզ ավելի լավ զգում, պարոն Մանարյան։ Գիտեք ինչ կա, Երվանդ Մանարյանը արվեստագետ է եւ հիշեց, որ իրենք միասին գրել են մի հրաշալի պիես Թումանյանի Քեֆանողին Քիվչի Պաքսի։ Երվանդ Մանարյան այդ քիվչին է, ինչքան ուզում ես փակես, նա միևնույն է կարտահայտվի որպես արվեստագետ։ Նա հրաշալի դրամատուրգ է, ես համոզված եմ, որ իր նման դիալոգներ գրող չկա Հայաստանում։ Իր նման այս կոլիզիաներ անող այդքան հումորով, այդքան կենթանի, այդքան հյութալի չկա, ես ինքս հաճույքով եմ մի քանի իր գործերը բեմադրել։ Եվ եթե նկատել եք, Երվանդ Մանարյանը երբևիցե տաղտկալի ճշմարտություններ չի ասում։ Ինչ որ ասում է միշտ ժամանակակից է, հետաքրքիր է եւ կյանքից վերցրած։ Կար մի հրաշալի
տեխնիկային ռեժիսոր մեծ մանկավարժ Աֆանասյև, որը ասել էր տեխնիկային ռեժիսորը դա փիլիսոփա է։ Մի փոքրիկ պաուզա էր տվել ասել մյուս կողմից էլ փիլիսոփան ինչու պետք է զբաղվի տեխնիկային արվեստով։ Երևան Մանարյանը փիլիսոփա է։ Եվ այն ամեն իսկ փիլիսոփա դա նշանակում որ նա իր ուրույն աշխարհայացքով, մոտեցումով մտել է կյանք եւ վարում է եւ արտահայտում է դա այն ամեն ինչով ինչ իրեն վայել է դրամատուրգիա լինի դա դերասանական խաղ լինի դա ռեժիսուրա դա լինի տեխնիկներով դա լինի միևնույն է նա բերում է իր հարուստ աշխարհը հիմա ով ինչպես կուզենա կօգտվի ով ինչ կուզենա կքաղի նրա գործը ցանելն է Իսկ թե ովքեր են այդ ցանածը կարծես թե վերցրել եւ հասկացել եւ ինչ են հիշում, ես առաջարկում եմ հիմա դիտել տեսանյութ, որտեղ մեր քաղաքացիներն են։ Ներեցեք, ընկեր Շաքարյան։ Ասա։ Ես չափազանց շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար, սակայն ճիշտաբար չի պիտի երթամ։ Քեզ ինչ պատահեց, այման։ Բացատրեմ։ Չափահաս մարդը, որ այդ տեսակ արկադելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ ես այդ տեսակ մարդու հետ ճամփա չեմ գնա։ Էմի արի։ Որ այդպես է քեզի հակառակ պիտի երթամ։ Երևան թանգիս, քեզ չսազեց։ Pardon, ընկեր Շաքարյան, ներեցեք։ Ես իրան շատ սիրում հարգում եմ։ Ստեղծագործական հաջողություններ, թող երկար ապրի եւ մեզ բոլորիս ուրախացնի իր նոր ստեղծագործությունները։ Առողջություն եւ երկար կյանք պիտի մաղթի։ Մեծ անհատականությունը շատ տաղանդավոր արվեստագետի առողջություն եմ մաղթում իհարկե եւ որքան հնարավոր է որպեսզի նա կարողանա միշտ լինի ստեղծագործական իր գործունեության process-ի մեջ շատ լավ դերասան է մեր մեծերից որոնք որ քիչ են մնացել շատ ուրախ եմ որ մենք ունենք նման մեր ազգունի նման ինտելիգենցիայի ներկայացուցիչ որը ինչ որ բան է ստեղծել ազգի համար եւ մենք հաճախակի նայելով գոնե ֆիլմերով տեսնելով ուրախանում ենք նրանով Պարոն Մանարյան, արդյոք մտածում եք, որ հետո տարիներ անց, բավականին շատ ժամանակ անց հայ ազգի երիտասարդների համար պետք է լինեք յուրահատուկ կամ ինչ որ մի ուսանելի բան պետք է կրեք։ Չեմ կարծում, որ այդպես բան մեր մտքով անցնում է։ Չեմ կարծում։ Մենք պարզապես մեր գործը կատարել ենք սուտ էինք խոսելու, խաբելու էինք հանդիսատեսը, չէ, ինչ որ հանձնարարել ենք, ինչպես որ մեզ սովորեցել են, ինչպես որ ասել են, ինչպես որ մենք զգացել ենք կյանքում, ես չեմ Եվ նորից անդրադառնալով Հարսնացություն հյուսիսից այս մեծ ֆիլմին, ասում են, որ հենց այս դերով է կարծես թե յուրահատուկ դարձել ձեր կինոյի կերպարը որպես այդպիսին եւ Տիկին Ռուզաննանը շատ հետաքրքիր նշում է, որ Ալամեզոն միևնույն այդպես էին ճանաչում։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ ձեր կինն է կարծես թե ձեզ առաջին այսպես ուղղորդել, որ ավելի լավ է որ դուք հանձն առնեք այս դերը, չնայած որ չէիք ցանկանում։ Ես չէի ցանկանում շատ որոշակի պատճառով, որ ինձ ասացին, թե պիտի գնանք Ռուսաստանից հարս բերենք, ռուս հարս բերենք։ Դա այն շրջանն էր, որ երևակայությունից դուրս էր։ Կարգին հայ մարդու համար երևակայությունից դուրս էր գնալ Ռուսաստանից հարս բերեն, ինչն էր պատճառը։ Չէի կարող այդպես բան անել եւ թողեցի դուրս եկա, հետո մտածեցի, որ Ինչ դուս եկա։ Ես ինչ ստացվեց, գնում ենք, ճիշտ չէր էլի, ճիշտ չէր։ Իմ անուն ազգանունը պիտի լիներ, ուրիշ մեկը պիտի խաղար չէ։ Բայց կինս, այո, շատ սուր ձևով նկատեց, ասեց, այս դերը քեզ առաջի դիտողը ինքն էր, ասեց, այս դերը քեզ հետ է լինելու միշտ եւ քեզ մեծ ճանաչում գբերի։ Չէի հավատում, իսկապես չէի հավատում, բայց այդպես ստացվեց։ Իմիջիալոց ասեմ, որ դժվար է բացատրելը, թե ինչու է հասարակությունը այդ գործը, այդ կերպարները, իմ կերպարը, մյուսների կերպարները այդպես ջերմ ընդունում։ Ինչն է պատճառը։ Սրանք լուրջ խնդիրներ են,
որոնցով երևի թե առանձնապես մեր թատերագիտությունը եւ կինոգիտությունը առանձնապես չի զբաղվում։ Կա էլի դիտվում են ցույց տալիս որպես վարկած, հա, համապես համարում ենք, որ դա իսկապես երևի միակ մեր ժողովրդական կատակերգությունն է, ֆիլմ, ինչպես Քաչնազարը, պիեսը, միակ ժողովրդական պիեսն է։ Կարծում եմ, ինչու այդպես ընդունվեց եւ ինչու է շարունակում իր կյանքը, բոլոր կերպարները էպիկական են։ Նրանք կան, նրանք միշտ գնում են, նրանք չնայած որոշակի ժամանակի մեջ են, բայց նրանք գալիս են հնից ու գնում են դեպի ապագան։ Ու այս էպիկականությունը գրավում է, ահոր գրավում է, որովհետև ինչ-որ բնազդով են մարդիկ զգում, որ սա իրենցն է, սա իրենցն է, ես դա չեմ, բայց սա իմն է, ես այս կերպարը չեմ, բայց սա իմն է։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մի նյութ, որտեղ մեզ հետ կապ է հաստատել Արայիկ Բաբաջանյանը։ Շատ լավ դեպք էր, որ ես խաղացի այս նկարի մեջ, որովհետև ես ասել եմ, չէ, ես նոր եմ հավատել ինստիտուտից եւ ստացվեց, որ իմ գերոյը Արտակը ինքը բանակից նոր վերջացավ իր բանակը, իսկ ինձ ստացվեց, որ այդ ֆիլմի ժամանակ ես գնացի բանակ ծառայել։ Այո։ 74-ին դեկտեմբերին արդեն ինձ կանչել են եւ ես մի տարի ծառայեցի բանակում։ Մալարը ինքը շատ բարի մարդ է եւ իր այսպես կյանքը, որ իր այդ շփում ես, մենակ положительные эмоционները կարող ես ստանալ, որ իդքան доброжелательный, իդքան добрый մարդ ես չեմ իմ կյանքում չեմ տեսել։ Գաչ առողջություն, որ միշտ այսպես ոնց որ մենք իրան գիտենք, որ այսպես է ինքը լինի, իրան առողջություն, ուրիշ ինչ պետք է ասեմ։ Նախ նշենք, որ նաև մեր տաղավարում է Արփենիկը, ձեր աղջիկը։ Այո։ Ես քիչ հետո նաև կանդրադառնանք, թե ինչպիսին է պարոն Մանարյանը որպես հայր, որովհետև որպես գործիչ, որպես արտիստ եւ այլն մենք շատ ենք խոսել, սակայն շատ հետաքրքիր է նաև այդ կողմը։ Դրան մենք իհարկե կանդրադառնանք, պարոն Մանարյան, մի հարց քննարկելուց անմիջապես հետո։ Դուք հիշում եք ձեր հետ Արայիկի եւ նաև ձեր հենց այդ ժամանակվա նկարահանումների օրերը եւ ինչ կհիշեք։ Դերասաններին բերել է նկարահանման հրապարակ եւ ներողություն խոսքիս համար բրախել է։ Իրար հետ շփվում ենք, բան չգիտենք ինչ պիտի անենք։ Թողել այսպես Արփենիկն էլ, Քրիստիկն էլ փոքր էին, ինձ հետ էին կողքից հետ։ Այս նկարահանման հրապարակում գնում ենք, գալիս ենք, այնքան պահեց այդպես այդ ձևով, որ մենք նկարահանման երևույթի առանձնահատկությունը կորցրինք արդեն, զգացողությունը կորցրինք։ Պարզապես ծանոթ ընկեր մարդիկ ենք իրար հետ եկել ենք, հավաքվել ենք, հետո դերասանական խնդիրները տվեց եւ այդ տրամադրությունից ելնելով էլ այդպես էլ սկսեցինք խաղալ, հետո նոր պարզվեց, որ ամեն ինչ էկրանի վրա ստացվել է շատ բնական։ Շատ հետաքրքիր մոտեցումներ, շատ։ Ասեմ, որ աշխատել եմ շատ քիչ ռեժիսորների հետ, եղբայրս եւ ներսեսը, համարյա թե ուրիշ մեկի հետ չեմ աշխատել։ Եղբայրս էլ ճիշտ հակառակ, նա իր կերպարի, իր զգացողությունը, իր պատկերը ունի եւ այդ պատկերը քեզանից պետք է ստանա։ Ոչ թե խնդիր է տալիս, որ դու կատարես, նաեւ իր իմացած ձևով պիտի կարի։ Դա երկուսն էլ շատ հետաքրքիր երևույթներ են կինոյում, շատ հետաքրքիր, բարեբախտաբար երկու դեպքում էլ ես շահող եմ դուրս եկել, որտեղ շնորհալի մարդկանց հետ եմ գործ ունեցել, եւ Արմանը եւ Ներսեսը շատ շնորհալի մարդիկ են կինոյում։ Արփենիկ, նաև պարոն Մանարյանը նշեց, որ նկարահանումների ընթացքում այնտեղ եք եւ վստահ եմ, որ այն մարդիկ հյուրերը ձեր տանը, ինչպես նաև նկարահանումներին մասնակցելը, թեկուզ եւ փոքր եք եղել, որոշակի այսպես մեծ հիշողությունների պաշար են ձեզ տվել։ Ես էլ հիմա նստած ճիշտն ասած միշտ բտովի վերադառնում եմ մեր այսպես ասած այն տունը, որտեղ ես ծնվել եմ, մեր անտառային փողոցում էր գտնվում, հիմա ցավոք սրտի չկա։ Եվ այդ բոլոր հիշողությունները կապված են այդ տան հետ, որտեղ այնպիսի հետաքրքիր հյուրեր ենք միշտ ունեցել, շատ անվանի մարդիկ,
Ճիշտ է շատերին ես չեմ տեսել, շատ փոքր եմ եղել, նույնիսկ դեռ երևի չծնված։ Այդ տունը ինքնին մի տեսակ ես հիմա որ անընդհատ շատ հաճախ մտովի վերադառնում եմ, ինձ թվում էր դա ավելի շուտ ոչ թե տուն էր, այլ ինչ որ թատրոն էր երևի յուրօրինակ այդ փողոցում գտնվող, այդտեղ ամեն ինչը վերածվում էր թատրոնի, նույնիսկ այն, ինչ ասեմ, հյուրերը, որ շատ ճանաչված չէին, էլի ինչ որտեղ դառնում էին դերասաններ, գուցե ես այդպես եմ ընկալել փոքր ժամանակ։ Նշեցիք նաև խոսքում, որ երկու ռեժիսորների հետ եք աշխատել, Արմանը բնականաբար Մանարյանի, ինչպես նաև Ներսես Հովհաննիսյանը։ Այո։ Ինչ հիշողություններ ունեք հենց այդ համագործակցությունից Ներսեսի հետ։ Կարծում եմ, որ լավագույն հիշողությունն է այն ֆիլմերն է, որ այդ երկու ռեժիսորները ստեղծել են։ Գիտեք, ամեն ինչ, ոչ մի բան ես չեմ հավատում, չկա այսպես հատուկ սարքած բան, բոլորը բնությունը ինքը բերում է, քեզ հրամցնում է, նայած ինչ վերաբերմունք ունես դու դրա նկատմամբ։ Ես հիմա առաջարկում եմ դիտել մի փոքրիկ նյութ, որ պետք է իհարկե ներողություն խնդրենք թե մեր հեռուստատողներից եւ թե նաեւ մեր հյուրերից, որովհետեւ մենք կապվել ենք Ներսես Հովհաննիսյանի հետ, որը հիմա գտնվում է Մոսկվայում, սակայն կապվել ենք հեռախոսազանգի միջոցով։ Գուցե որոշակի բաներ, եթե հանկարծ լավ չլսվի, այնպես ու ներողություն նախապես, սակայն շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել եւ զրույցը վերաբերում էր բնականաբար ձեզ, խնդրեմ։ Նիրվանդը կինեմատոգրաֆիստ էր, նա, գիտեք, այն ժամանակ մենք զոհված էինք ամերիկյան ֆիլմերը նայելուց, բայց Թեհրանը ցույց էր տալիս։ Ես Երևանը շատ կրթված եմ իբրև կինեմատոգրաֆիստ։ Դրա համար Երևանը նույն տաղանդիտ էր նա թե կինոդերասանության մեջ, թե կինոդրամատուրգիայի։ Երևանը կանչել ասել էր, այ Արմանը դիպլոմ պիտի անի մեր մոտ։ Կինոինստիտուտից Մոսկվայում հավատել են Հայաստան դիպլոմային, նա արդեն ստանալական պորտֆելում աներգալի ինչ արմար նույթ կգտնի իրեն սրտը մոտ։ Այս կողմ ենք ենք, Երևան դու կարող ես սա գրել, գիտեր, այդ ընտանիքին ճանաչում ես մխտարունան չէ։ Եղբայրներ կարող է նկարի։ Երևանը գնում է տուն, ես տուն, ու մի գիշերում գնում է այն, որ մենք տեսել ենք սոխը մանր ներսից աղբարներ, ես եղել է այդ ամեն ինչը հնարել է Երևան Մանարյան։ Սակայն այդ դժվարժիկ պատրաստելու համար թոկը պետք է մանր Աբրիս Նիկողոս աղա, թոկը մանր պիտի կտրվի։ Գրագը մարմար։ Աբրիս Նիկողոս աղա, գրագը մարմատ Աղբիբերը չապավոր պիտի լահագա։ Չապավոր հարգա։ Սոխը պարակ։ Մարմարֆայի հետ են որ խոսում են, մեր բալկոնում վալագարդին են տալիս բանին, Արուսակին, Արմենի Ջիգարխանյանի պերսոնաժի և Երևանդի պերսոնաժը, որը Երևանդել մենք կոչեցին, թուժերայի հետ հայությունա, դուք Եկեր արդեն դադերվեցինք, թե միատ փոց անեն, ասի պետք չի Երևան, դեղակի գալիս ես տեքստար, արդեն տեքստար բանեն։ Շիկուն եկեն տեսնում է Երևան գալիս է, աչ ծրկը կիսան ու ծության մեջ էր, եթե հիշում եք սյուդի մեջ։ Աչ ծրկին ինչ-որ տետել սելիկցիով, շարում, ես ասի ծերն ինչ-որ բանա բերում Երևանդը։ Անանք ստացած, որ հանգած բրակ կլնի, նորից կի նկարենք, ինչ-որը որ հանգիստ ասպասպես, շատ լավ է։ Նաև շատ հետաքրքիր զրույց էր, բավականին երկար, պարոն Հովհաննիսյանը նաև բազմիցս շեշտեց, որ հետաքրքիր իմպրովիզների հեղինակ եք եղել։ Այո, այդպես է, իմպրովիզները կան, դերասանը առանց դրան չի կարող լինել, դա պարզապես կլինի դերակատարում, որը չեմ կարծում, թե շատ հետաքրքիր բան է։ Մի առիթով նաև նշել եք, որ շատ կարևոր է հենց անկեղծությունը եւ սրանք խոսքեր են, որոնք շատ հաճախ ենք մենք լսում, եթե լինենք անկեղծ, բավականին հաճախ տարբեր տեղերից, տարբեր մարդկանց կողմից մենք լսում ենք, որ անկեղծությունը այո պետք է եւ լավ է, բայց դուք դրան յուրահատուկ մոտեցում ունեք։ Չէ, անկեղծությունը այնպեսի բան է, որ չի լինի բան անել, այսպես սարքել, այդ պետք է գա, այդ Աստծո տվածն է, որը բոլորից մոտ համարյա թե կա։ Նայած ինչ հաշիվներ ես անում։
Հիմա անկեղծ լինեմ, թե չլինեմ։ Եթե անկեղծ չես ուզում, եկան բաներ կա, գոնե ես կասես բան։ Եթե անկեղծ ես, ուրեմն անկեղծ ես, վերջացավ։ Շատ բան կա ասելու։ Ռուզանը կողքից նստած ես հիշում եմ, կոնֆլիկտ ենք ունեցել եւ այնքան հաճախ է եղել կոնֆլիկտը էլի մեր միջև, որովհետեւ տարիքի տարբերություն կար, հարցադրումների տարբերություն կար, երիտասարդ աղջիկ էր ուզում էր բեմի վրա լավ երևալ եւ գեղեցիկ էր հագնվել, իսկ իմ կարծիքով այդ կերպարը այդտեղ գեղեցիկ հագնվելու անհրաժեշտություն չուներ եւ կոնֆլիկտ առաջացավ, գնաշորեր փոխի։ Ես էլ խելոք փոխեցի։ Եվ գնաց փոխեցա։ Մենք խոսեցինք նաև ստեղծագործական ուղու մասին եւ կրկին անդրադառնալով պարոն Մանարյանը ինչպիսի հայրիկ է։ Հիմա ժամանակների բերումով ես համարյա ամեն առավոտ այցելում եմ հայ ծնողներիս եւ մենք իրար հետ շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ։ Հայրիկս ինձ հարցնում է ինչ նորություններ կան։ Ես երբեմն լինում եմ Թումանյանի թատրոնում, ինձ հարցնում են, ասում են Ռուբենը ինչ էր անում։ Ինչ ասել։ Ես միշտ իրեն ընկալել եմ որպես լավ ընկեր, լավ խորհրդատու, ճիշտ խորհրդատու, որ միշտ կարողացել է ճիշտ ուղղորդել զավակին, ոչ թե սովորեցնել, այլ այնպես ուղղորդել, որ զավակն էլ չզգալով, բայց ենթագիտակցորեն գնա այդ ճանապարհով, որը ինչ խոսք ճիշտ է։ Ես հիշում եմ Քրիստ Մանարյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ինքը միշտ նշում էր, որ յուրաքանչյուր զրույցի սկզբից անպայման դուք ջան բառը օգտագործում եք։ Քրիստ ջան, Արփենիկ ջան։ Հոգիս, որ ասում էր հոգիս արդեն հալվում է, իրեն չի կարող ոչ հոգիս։ Երբեմն մայրիկս կշտամբում է, ասում է բոլորիս ասում է հոգիս։ Այո։ Ինչ կարևորություն ունի այդ բառը կամ յուրաքանչյուր այդ փաղաքշական բառը կարող է իսկապես ինչ որ իրավիճակ փոխել, մթնոլորտ փոխել, ինչ եք կարծում։ Դրան է ուղղված։ Գիտես ինչ կարող է։ Ուզում ես արդյունք ստանալ։ Արդյունքը պետք է ստանաս։ Գործ ես սկսել, գործդ պետք է համապատասխանի այն քո նախատեսածին։ Դրա համար պետք է այն մարդուն տրամադրես, որ նա կարողանա այդ գործը անել։ Զիջում պետք չի անել, պարզապես տրամադրվի, որ նա կարողանա անել այն, ինչ որ դու ուզում ես նրանից ստանալ։ Եթե ստացար, լավ է, որ ուրեմն եթե չէ, դրա համար մարդկային նորմալ նվիրված ջերմ հարաբերություններ են պետք դերասանի եւ ռեժիսորի միջեւ։ Եթե այդպես չեղավ, ես չեմ կարծում, որ քանի տարի արդեն գլխավոր ռեժիսորը թատրոն է ղեկավարում, թող ասի, այլ կերպ կարելի է հրամայելով, բղավելով, բռունցքը սեղանի խփելով արդյունքի հասնի։ Արդյունքի չես հասնի, միայն սեփական ամբիցիաները կբավարարես ու գոհ կլնես, որ բավարարեցիր արդյունքը, երնել ամնիցած, բայց ես գոհ եմ։ Դա ոչ միայն արվեստ։ Յուրաքանչյուր բնագավառում ես առաջարկում եմ հիմա դիտել վերջին նյութը, որից անմիջապես հետո այստեղ կլինի ձեր թորնուհին Ալիսան, որը դուք նաև հաղորդման սկզբից պարոն Մանարյանը պետք է անկեղծինեմ նշեց, որ արդյոք առիթ կհանդիսանա, որպեսզի Ալիսան իր թորնուհին այստեղ լինի, անպայման այդ առիթը կհանդիսանա, խնդրեմ, նյութը դիտելուց անմիջապես հետո։ Ոչ բոլորին է վիճակված հատել 90-ամյակի շեմը։ Այդ բարեբախտությունն ուղեկցում է միայն ընտրյալներին, որի թվում նաև դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Երվանդ Մանարյանն է։ Անկեղծ ու լավատես Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչը նախընտրում է թատրոնը, քանզի այնտեղ ներկայացումները հնարավոր չէ խմբագրել, ինչպես կինոյում, բայց ամենից շատ նախապատվությունը տալիս է տիկնիկային թատրոնին, որովհետև երեխաներն են հասարակության ապագան եւ շարժիչ ուժը։ Երբ ես արդեն ընտրված եմ, դերաբաշխումը կատարված է, արդեն անցնում ենք նկարչական աշխատանքներին, դա ես եմ կատարում, թե դեկորների ձևավորումը, տիկնիկները հիմնականում, հետո արդեն պիտի ասեմ, որ էլի հիմնականում մեծ մասը հայրիկի ձեռքի աշխատանքներն են, սկսած այս փոքրիկ մանրամասն էս խոտերից ասեմ, ինքը շատ է սիրում զբաղվել այդ աշխատանքներով, տանն էլ նույնիսկ կոկոսը իր ձեռքի աշխատանքն է։
Մեծ տարածք չզբաղեցնող պահածոների տարաներից պատրաստված առաստաղի լույսերով եւ ցավոք պետության կողմից չֆինանսավորվող Ագուլիս տիկնիկային թատրոնը տարբերվում է Հայաստանի մյուս տիկնիկային թատրոններից, քանի որ այն հիմնված է միայն էնտուզիազմի եւ սիրո վրա։ Ագուլիս թատրոնում հանդիսատես երեխաները ներկայացման անմիջական մասնակիցներն են։ Արդեն 23 տարի է յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցում է նաև Մանչուկ անունով թատրոնի ամենաառաջին զարմանալի տիկնիկը։ Երեխաները տիկնիկների հետ միասին երգում, պարում եւ նույնիսկ մեծ մարդու պես պահանջներ ներկայացնում։ Ինքը ուզեց պատրաստի նաև մեր թատրոնի համար, սա ամբողջովին իր ձեռքի աշխատանքն է, տիկնիկը ստվարաթղթից է պատրաստված, բայց էլի մնաց որպես թանգարանային մեր թատրոնի նմուշ, էլի լինում է այդպես, որ ներկայացումը ոչ թե չի ստացվում, այլ պարզապես մի քիչ բարդ էր, որովհետև այս տիկնիկները ավելի նախատեսված էին դպրոցական տարիքի երեխաների համար, իսկ մեր մոտ ավելի շատ մի քիչ ավելի մանկահասակ երեխաներ են, նրանց համար բարդ կլիներ ընկալել, դրա համար այս մնացած հեքիաթները ավելի սիրով են նայում։ Եթե մի օր Երվանդ Մանարյանը նախագահ դառնար, ինչպիսին կլիներ։ Ինձ թվում է երբեք չէր լինի նախագահ։ Ինչու՞։ Չգիտեմ, ես չեմ կարծում հայրիկիս բնավորության գծերը Իհարկե հայրս մեծ դիվանագետ է, բան չունեմ ասելու, բայց արդարությունը նրա մեջ շատ է եւ դիպուկ խոսք, որը ինչ որտեղ իհարկե կխանգարեր։ Անդադար առաջ նայող արվեստագետ եւ քաղաքացի Մանարյանի երիտասարդ ոգու գաղտնիքը դժվար չէ կռահել։ Նա պարզապես գիտի, որ երկարակեցության եւ արարելու անշեջ կրակը պահելու համար հարկավոր է իմանալ, թե ինչու եւ ում համար ես ապրում։ Մեր տաղավարում է Ալիսան, ձեր թորնուհին։ Այո։ Նաև հեռուստատողներին անպայման ծանոթացնենք իր հետ։ Շատ դժվար է, երբ քո պապիկը ոչ միայն քո պապիկն է, այլև բոլոր երեխաների, բոլոր այն փոքր եւ մեծ երեխաների, ովքեր գալիս են այդ թատրոն, որովհետեւ պարոն Մանարյանին հենց այդպես են վերաբերում։ Կարծես թե իրենց պապիկի եւ իրենց հարազատի մտերիմի։ Բայց վստահ եմ, որ նաև ձեր վերաբերմունքը լիովին տարբերվում է ձեր թորնուհու նկատմամբ։ Իմ թորնուհու նկատմամբ վերաբերմունքս միայն ինչ ասեմ, ինչ որտեղ վախի հանգամանք կա։ Ես գիտեմ այս բնակավարը ինչ է իրենից ներկայացնում եւ եթե սխալմամբ ընկնես այդ բնակավարը, կորած ես։ Կարող ես ամբողջ կյանք շատ լավ զգալ քեզ, շատ գեղեցիկ լինի, ծիծաղ, կատակ, եւ այլ, եւ այնուամենայնիվ վերջում կզաս, որ այստեղ չպիտի լինեիր դու, ուրիշ տեղ պիտի լինեիր։ Հիմա ես վախենում եմ, անկեղծորեն վախենում եմ, որ կարող է հանկարծ Չէ, ես չեմ ուղղորդում Ալիսիկին դեպի թատրոն։ Ինքը եթե գնացել է, այդ արդեն իր գործն է։ Ես չեմ ուղղորդում։ Ես գիտեմ, որ նաև ձեզ չէին ուղղորդում, այլ ընդհակառակը ետ էին պահում ձեր ծնողները դեպի թատրոն գնալը։ Այո, հայրս ասեց գնա Երևան, Պարսկաստանի, գնա Լիվանդեր, գնա ինչ ուզում ես դարձիր թատրոնի հետ գործ չունենաս։ Ես էլ եկա ճիշտ մտա թատրոն։ Քեզ մոտ ինչպես է Ալիս, դու իսկապես այս շարավիղը շարունակելու ես, թե ոչ, ինչ մտքեր ունես։ Անկեղծ ասած դեռ չեմ որոշել, բայց պապիկը չի սիրում, որ ես թատրոնով զբաղվում, բայց ես ինքս սիրում եմ եւ անգամ հաճելի է ինձ տիկնիկների հետ շփումը, քանի որ այնտեղ ազատ եմ ես եւ կարող եմ թելադրել այն ամենը, ինչ որ ես զգում եմ։ Երեխաների հետ շփումը, տիկնիկների հետ վարվելաձևը, այնտեղ ամեն ինչ ազատ է եւ ինքդ այնքան կարող ես իմպրովիզներ անել, այնքան ինքդ կարող ես, չգիտեմ, ինչ ուզես անես, ինչ որ քո սիրտն է թելադրում եւ հենց այդ շփումն է, որ ինձ հաճելի է թատրոնի հետ զբաղվելը։ Ոչ միայն սերը դեպի թատրոն այդ նմանության մասին կցանկանայի խոսել, այլ դու ինքդ նկատում ես որոշակի բնավորության գծեր, որոնք ընդհանրական են քո եւ պարոն Մանարյանի միջեւ։ Այո, որովհետև ես ինքս 6 տարեկանից արդեն սկսել եմ տիկնիկների հետ շփումը եւ իմ առաջին ներկայացումը դա եղել է Հովհաննես Թումանյանի Ծիտը, որը ես կատարել եմ Հարսիկի դերը եւ պապիկը շատ ուրախ էր, որ ես
կատարեցի այդ դերը եւ իմ կարծիքով հենց այդ օրվանից ես զգացի, որ ինչ որ մի բան կա, որ ես պապիկի ինչ որ մի գենետիկա կա։ Ես համոզված եմ։ Փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը բավականին երկար եւ այսպես անսահման կարելի է բնականաբար խոսել եւ տարբեր թեմաների շուրջ փորձեցինք դրվագ առ դրվագ պարոն Մանարյանի կյանքը եւ նաեւ վերաբերմունքը տարբեր իրերին հասկանալ, վերաբերվել եւ նաեւ ներկայացնել մեր հեռուստատողներին եւ փորձելով ամփոփել, ինչ կնշեիք։ Գիտեմ, որ հայրիկիս ամենասիրած դերերից մեկը եղել է Դոն Կիշոտի կերպարը, բայց ցավոք սրտի չի խաղացել երբևիցե, ուղղակի մի անգամ մի փոքր հատված մեր թատրոնում է բեմադրել։ Ես կուզեի, որ ինքը երբեք չդավաճաներ այդ կերպարին, միշտ կյանքում լիներ հենց այդ կերպարը, այսինքն ինքը հենց այդ կերպարն էլ կա, խաղալու կարիք չունի։ Այդ կերպարը թող միշտ իրեն ուղեկից լինի։ Տիկին Գորգիսյան, խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, որ պարոն Մանարյանը երջանիկ մարդ է, շատ երջանիկ, երջանիկ, որ այսպիսի ընտանիք ունի, երջանիկ, որ սիրված է նաև բոլորի կողմից, ասեմ դա կարևոր, մեծ կարևորություն ունեցող հարց է, գիտեք, երբ կարևոր չի, թե կոչումը ինչ որակի է, Երվան Մանարյանը ժողովրդական արվեստագետ է։ Եվ այս առումով պիտի ասեմ, որ իրապես շատ սիրված է։ Մաղթեմ քաջ առողջություն եւ մեր 100-10 տարեկան տղային նորանոր հաջողություններ։ Դա աստված։ Պարոն Բաբայան, խնդրեմ։ Ես ուզում եմ միանալ եւ Ռուզանայի եւ Արփենիկի ասածներին, որտեղ երկուսը շատ ճիշտ ձևով բնորոշեցին։ Երվանդ Մանարյանը արտիստ է։ Ոչ յուրաքանչյուր դերասանին, ռեժիսորին, նկարչին, երաժշտին տրվում է այդ կոչումը։ Նա արտիստ է եւ իցն է եւ նա վաստակել է այդ կոչումը։ Նա վաստակել է իրավունքը արտիստ մեծատարով գրվելու։ Եվ եւս մի բան Արփենիկը նշեց սիրած կերպարը, հա, Դոն Կիշոտ։ Նա նաեւ ասպետ է։ Իմ իմացածներից միակ ասպետը հայ բեմում։ Նա ասպետ է ամեն ինչում։ Նա ասպետ է իր վերաբերմունքով իր գործի հանդեպ։ Նա ասպետ է կանանց հանդեպ։ Նա ասպետ է ընկերների հանդեպ։ Նա ասպետ է փոքրերի հանդեպ։ Սա ունիկալ հատկություն է։ Ասպետները շատ չեն լինում եւ դրա համար նրանք ասպետ են։ Նայեք այս ասպետին, սովորեք, որտեվ ասպետությունը լավ բան է։ Ասպետությունը դա ազնվականություն է, դա կյանքի կվինտեսենցիան է, դա հարաբերությունների ամենամաքուր, ամենաճիշտ ձևն է։ Միշտ չէ, որ ասպետը հաղթող է դուրս գալիս, բայց կներեք, ասպետը միշտ հաղթող է դուրս գալիս։ Երվան Մանարյան ասպետ։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանարյան, եւ Տիկին Գորգիսյանը խոսքում նշեց, որ դուք երջանիկ եք եւ ես զգացի, թե ինչպես դուք համաձայն գտնվեցիք իր հետ։ Եվ որպես վերջին հարց երևի թե որն է լավատեսության կամ երջանկության այդ գաղտնիքը։ Գիտես, գործ ես անում հասարակության մեջ, հասարակության անդամ ես, գործ ես անում քո եսը դիր մի կողմ։ Դա ինքը հասարակությունը այդ դրա պատասխանը կտա, քեզ բավարարի այդ հարցում։ Գործը հանձն ես առել, պիտի կատարես այն մարդկանց, որոնք քեզ հետ միասին քայլում են, պիտի առաջին հերթին մտածես նրանց մասին, որ նրանց ոտքը չսայթակի, որ նրանք հասնեն իրենց նպատակին, որ դու կարողանաս նրանցով հետո բարձրանալ։ Սա է հիմնականը։ Ես հիմա նույնիսկ ասեք այստեղ բացակաների մեջ տղաս էլ կա, չէ՞, քրիստոն էլ կա, քրիստոն էլ աղջիկն էլ կա։ Նրանք բոլորը այս ոգով պիտի դասիրակվեն, որ կանգնենք իրար կողքի։ Եթե մենք իրար կողքի չկանգնենք, եթե մենք այսպես թևերս այսպես վերցրած, այս ձևով չգնանք,
մեզ շատ հեշտ է շարքից հանել։ Ինչ եք այսքան մի Հայաստան, այսքան մուսուլմանական շրջապատի մեջ։ Մի րոպե մտածեք, այդ ինչ է նշանակում։ Դժվար բաներ է դրանք, բայց պետք է այդ բոլորը հաղթահարել ոչ թե չարությամբ, այլ ընդհակառակը, ճիշտ հակառակը, բարությամբ հաղթահարել։ Եվ կարծում եմ, որ չեմ սխալ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ բոլոր մեր հյուրերին այսօրվա երեկոն, Կիրակի երեկոն իսկապես գեղեցիկ դարձնելու համար եւ իմաստավորելու եւ վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները յուրաքանչյուրը իր համար կվերցնի այն մի փոքրիկ խորհուրդը, այն մի փոքրիկ դրվագը, որ իր կյանքի համար կարող է լինել նաեւ այսպիսի ուղերձ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, սիրելի հեռուստադիտողներ, մենք հանդիպելու ենք մյուս Կիրակի երեկոյան եւ մի մոռացեք, որ լավատեսությունը գալիս է ոչ թե տարիքից, սոցիալական վիճակից եւ խնդիրներից, այլ գալիս է ձեր ներքին լույսից, որը հաստատ կա։ Կհանդիպենք Կիրակի երեկոյան։